դի կրթվի իրավագիտակցությունը երբ բարձրանա և ծնողը լինի պահանջատեր, այդ դեպքում դպրոց և պահանջի դպրոցում արդարամիտ վերաբերմունք ոչ մի ձևով, ոչ մի շողոքորթությամբ, ոչ մի նվերով գնահատականի փոփոխություն չլինի։ Սա հիմքերի հիմքն է, արդարամիտ կառավարումը, ինչպես լեսմանենց դասարանում ծնողներն արել, արդարամիտ կառավարումը, թե ծնողական խորհրդի, թե դպրոցի խորհրդի, կբերի մթնոլորտը, որ ոչ մեկը չի իմանա, ով տվեց, ով չտվեց, ում փոխարեն ով տվեց, ծնողները շատ լավ ասում են լեսմանը, իրենք շատ լավ գիտեն իրենց դասարանի ընտանիքների սոցիալական վիճակը, նույնիսկ չեն անհանգստացնում, իրենք գիտեն, 3 հոգի չեն կարող տալ, 4 հոգի չեն կարող տալ, ուրեմն մեկ հավաքում են ոչ թե 300, այլ 400-ական։ Իմ բաշը, բայց դուք տեսնում եք տենդենս իրավագիտակցության բարձրացման։ Այո, տեսնում եմ։ Այսինքն դեպի դրական կա։ Ես հույս ունեմ ինչու, որովհետև լեսմանի նման երիտասարդներ են մեծանում, որտեղ մեր երիտասարդությունը արդեն ինքը իր արժեքը գիտի, իր իրավունքը գիտի, իր գիտակցությունը այն սովետական մարդկանց գիտակցությունը, որ դե հիմա վերևում ոնց որոշեցի թողնել, ոչ, վերևում առանցին մասնակցության իմ մասին որոշում իրավունք չունեն կայացրել։ Մեր բոլոր օրենքները, ժողովուրդ, բոլոր օրենքները, սա ասում մարդիկ որպես նախկին պատգամավոր, իսկապես գրված են այդ հոգով, մասնակցություն, ամեն տեղ մասնակցություն, բայց չի իրականանում, որովհետև իրականացնողները պարտադրում են, որովհետև այդ գործիքը մասնակցության լուրջ գործիք է, իրենց վախեցնում է, իսկ այս երիտասարդները, որ մեծանան, նրանք չեն կարող վախեցնել։ Իրենք պահանջատեր են լինելու, իրենց իրավունքների ամեն ինչի։ Այնպես որ դուք լրագրողներդ էլ շատ գործ ունեք այստեղ անելու, այն առումով, որ այս որոշման, խնդրեմ, գնացեք գտեք էդուկետեյում կառավարության որոշումների մեջ, դրեք կայքերում, դրեք խոսեք սրա մասին, տարբեր, գնացեք խոսեցրեք, գնացեք դպրոցի տնօրեններին խոսեցրեք, խնդրում եմ, որովհետև, հա, մի կարևոր բան չասեցի, հավաքեցի գործիքները, մի կարևոր բան, ուրեմն ըստ օրենքի, հանրապետության մասին օրենքի, ամեն տարի, մինչև սեպտեմբերի 5-ը դպրոցի տնօրինությունը, այս հաշվետվությունը, որի մեջ նաև այստեղ ներում են, պիտի ներկայացնի մանկավարժական խորհրդին, ծնողական խորհրդին, աշակերտական խորհրդին և հրապարակին։ Առնվազն պիտի իր կայք էջում։ Գնացեք որևէ դպրոցի կայք էջ փնտրեք, որտեղ այս հաշվետվությունը կա, բացի 198 դպրոցից։ Թիվ 198 ավագ դպրոցից, Արտաշ Տորոսյանի դպրոցից։ Ոչ մի դպրոցում չեք գտնի հաշվետվություն։ Կներեք, կրթության վարչություն Երևան քաղաքապետարանի, նախարարության հանրապետության վարչություն, ունեն նայում, այս օրենքը գրվում է ում համար, ով պիտի իրականացնի, այս կառավարության կարգը, ով պիտի կյանքի կոչի, եթե ոչ իրենք, ընդ որում այս կարգի հիման վրա 15 թվականի փետրվարի 26-ին 5 տարի հետո, օրենքը ընդունելուց 5 տարի հետո մշակվել է նոր մեթոդական ուղեցույց, թե ինչպես դա պիտի անեն դպրոցները։ Այսինքն 5 տարի նախարարությունը մոռացել է որոշման մասին և նոր արդեն հասկացել է, որ սա պետք է կյանքի կոչել, որովհետև անհրաժեշտ է հավաքել։ Անպատվաբեր մեր դրամահավաք երևույթը փոխարինել պատվաբեր ներդրում, ծնողական ներդրում։ Իսկ ծաղիկների դրամահավաքի համարում։ Ոչ։ Ուշադրության ենթակայում։ Ոչ։ Ինչ ասել առողջության։ Այս առողջությունը արտադրում է ամեն ծաղիկների։ Ծաղիկները իրենք են ներդրում, ոչ են կարողանում սեպտեմբերի մեջ։ Ուրեմն մի
ծայրահեղությունից միշտ ծայրահեղությունն են ընկնում, որի մեջ մեզ երևույթների չեն թաքցնում, որտեղ մի գործընկերները չլսել։ Իսկապես ուզում են նվիրել Ես էլ եմ այդ ծայրահեղության մեջ ընկել, բայց գիտեք ինչից հետո, առաջի դասարանի հանդես եղել նրանի, ունենալիչ, որպես դիմում ծաղիկների ծով, իսկապես նեղվեցի, ասեցի լսեք, այսքան գումարը, որ ես ծաղիկներին եք տվել, հավաքեիք, մենք դպրոցում ունենք երեխա, որը սոցիալապես շատ անապահով է, կամ հիվանդ է, որին կարիք ունենք, մեկ անընդհատ հայտարարություն ենք անում, մեկ անընդհատ դիմում ենք ձեզ, ասեիք, առաջին այսիշ դասարանի այ բնարանի հանեցեք ծաղիկների այսքան գումարը, նվիրում ենք այս ընտանիքին։ Ինչքան ավելի գեղեցիկ կլինի, նույն բանը քաղաքների ժամանակ, այդ հազարավոր դոլարներով ծաղիկների որ տանում են, ծաղիկ նվիրելուն ես դեմ չեմ են, բայց չափ ու սահման կա դրանել, դա է պետք է մտածված լինի, գեղեցիկ լինի, համեստ լինի, ամբողջ դասարանի կողմից մի հատ ծաղկերկու չհասկացա, ինչպես վերջին զանգին երեխաներ 13-13-ների ուսուցիչներն, սա լրիվ հասկանալի է, բայց երբ որ ամեն մի ծնող մի հատ ծաղկերկու ջարած գալիս է, ու այսպես 200 դրամ դուք ասում եք կամավոր չեմ տալու, սա անուսանյա։ Վերջի զանգի մասին։ Լեսման դու ասեմ, ես եմ ասեմ, դու ասեմ։ Ինչի մասին։ Ինչ ես կարծում, վերջին զանգը, ես անցյալ տարի այսպիսի հրապարակում արեցի, որ պատվիրեցի, հանգիստ թողեք շրջանավարտների, հանգիստ թողեք, այդ երեխաների օրն է, իրենք թող որոշեն, դպրոցից հետո, ինչ են, դպրոցում միջոցառումը պարտադիր է, իմ կարծիքով, գեղեցիկ է, համեստ, սիրուն, իրենց խոսք է վայրեն, բայց դրանից հետո, գնան հրապարակ, այդ հրապարակ բերելը ենքան էլ իմ դուրս չի գալիս, ես իմ դպրոցին, իմ աշակրել, չէ, ասում էի լսեք ժողովուրդ, մարզի, հեռավոր մարզի շրջանավարտը, մեղ չի, դուք գնում եք թրվռում եք հրապարակում, հեռուստացույց ցույց է տալիս, այն երեխան պետք է ասի, բայց Հայաստանի Հանրապետության շրջանավարտ չէ, բայց ինչի ես չմասնակցում, պետք է միշտ հավասարակշռվեն այդ միջոցառումները, ես չեմ ասում քաղաքապետարանը ինչու է դա անում, բայց քաղաքապետարանը դրանով ցցում է, մենք մայրաքաղաք ենք, մենք տես ինչեր ենք անում, դու ասում այն մարզն է մտածի, չէ, մայրաքաղաքի հնարավորությունն ու մարզի են չինչին գյուղը, այգեպար գյուղը, էլ որն ասեմ, կողք գյուղը, մեծ դպրոց ունի, հրաշալի շրջանավարտներ ունեն, մեկը մեկից սիրուն, խելացի, նրանք շրջանավարտ չեն, այդ պետք է հանգիստորն են շրջանավարտներ, թող իրենք դասից հետո դպրոցի միջոցառումները որտեղ ուզում են անեն։ Վերջին նորությունը հարկատեսակը ճակերների մեջ, որ լսեցի դպրոցի տնօրենը, որպեսզի թույլ տա ռեստորան բերան շրջանավարտները, ամեն դասարանից փող հավաքում 250,000 դրամ։ Այո, դա տարածվեց անձամբ ինձ էին գրել, ես եմ տարածել։ Սա էլ ասում եմ ավագ դպրոցի տնօրենի նոր, այսպես ասած, հարկատեսակը որ մտածել է։ Ասա քո ինչ գործն է, ով երեխեքը գնան, հրավիրեն քեզ, դու էլ սենց տնօրենավարի, պարկեշտ, գնա, մակարդակով, մասնակցի, իսկ հիմա ինքը արգելել են։ Արգելել են թարապեց և ասել են, եթե մի դասեք, մի ուսուցիչ գնա, մասնակցի աշխատակից կերացնեմ։ Իհար մի ասա, ով ես դու, ասում եմ։ Ինչ իրավունքով դու ուսուցին, այդպիսի հաթաթար ես տալիս, դու լփորձի որևէ ուսուցի, այդ պատերվակով, եթե իհարկե ուսուցիչը կա համարձակվեք կանց հետո գնալ երեխաների հրավիրած միջոցառմանը և այդ պատճառով հանկարծ իմանանք այդ ուսուցչին աշխատանքից ազատել է, տեսնեք ամբողջ հասարակությունը կհամարձակվեք գնանք դատարան պաշտպանելու այդ ուսուցչի շահերը։ Ուրիշ ճար չկա։ Տեսեք ինչ ամբիցիաներ են մարդու մեջ աշխատում,
ոնց թե կամ պետք է 250,000 տակ, եթե չեք տալիս, բողոքում եք, ուրեմն ես արկելում եմ, ուսուցիչ, աշակերտներն ուսուցիչներին չեն հրավի, ասել, եթե այդքան եք ձեր քաղաքացիական բանը, ինչ ասեմ, քաղաքացիական որոշումը գիտակցությունը արգելի ուսուցիչ, քեզ չեն հրավի։ Ով է ուշում, խնդրեմ քո վերաբերմունքը այդ կարգի երևույթների նկատմամբ։ Բնականաբար երևույթները նորմալ չեն, այսինքն նույնպես կարող են բացասաբար անդառնալ ամբողջ կազմակերպչական աշխատանքների վրա, այսինքն խաթարվում է աշակերտի շրջանավարտի վերջին զանգի այդ ամբողջ արարողությունները, որին ինքը շատ է սպասում, վերջը 11-12 տարի սովորել է և վերջի արդեն պահն է եկել, որ պետք է շնորհակալություն ասեմ դպրոցին, շնորհակալություն, այո, խոսքով ասած շնորհակալություն, պետք է արդեն վերջնական միահամուռ ուժերով գնալ նշելու, որովհետև արդեն նոր կյանքի սկիզբ է։ Այո, չեցկուլ ավարտվում է, չէ՞։ Եվ դրա համար, այո, ինչ-որ բան պահանջել, իսկում է կատաստրոֆիկ է, և կարծում խնդիրը նրանում է կայանում, թե ինչպես է տնօրենը հասել այդ մակարդակին, որ նման պահանջներ է դնում, և ինչպես է այնպես է դասավորվել, որ նա այդ պահանջը կարողանում այնպես դնել, վստահ լինելով, որ ինչ-որ իրավական հետևանքների պահանջը չի ունենում։ Բայց այո, կմարսի, նշեմ, որ հարապետական է։ այդ հողում եզրակացությունների վրա։ Չէ, եզրակացություն պետք չի, վստահ եմ ասում։